Այս տարվա ամենազանգվածային հարձակումներից մեկն է Ուկրաինան իրականացրել Ռուսաստանի դեմ։ Աննախադեպ 598 ուկրաինական անօդաչու սարք են խոցել ռուսները, դրանցից 8-ը Մոսկվայի մարզում։ Մերձ Մոսկվայում հարձակման հետևանքով կին ու երեխա են տուժել։ Շատուրում տան վրա է ԱԹՍ ընկել, 55-ամյա մի կին և 9-ամյա մի երեխա վիրավոր են, տղային ծանր վիճակում հիվանդանոց են հասցրել։ Որոնեժի մարզի երկնքում 14 ԱԹՍ են ոչնչացրել ռուսական ուժերը, ևս 22-ը Տուլայի շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց զինուժը Ֆլամինգո հեռահար հրթիռներով հարձակվել է Սամարայի մարզում Ռոսկոսմոս արդյունաբերական ձեռնարկության վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով իրենց զինված ուժերը հարվածել են նաև Նիժնի Նովգորոդի մարզի Սավասլեիկա օդակայանին, որտեղ տեղակայված են ռուսական հրթիռների կրիչները։ Ռուսների հարվածներից Դնեպրոպետրովսկի մարզում նորածին է զոհվել։ Մանգանում բազմաբնակարան շենքում է եղել 3-ամսական տղան։ Նաև 11 մարդ է վիրավորվել, նրանցից 7-ին ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Վիրավորների թվում 5 և 12 տարեկան երեխաներ կան։ Խերսոնի ուղղությամբ ռուսական ավիահարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի, հայտնում է Խերսոնի մարզային ռազմական վարչությունը։ Մի տղամարդ կոնտուզիա է ստացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական նավահանգիստների վրա հարձակումների մասին։ Օդեսայի նավահանգստում գտնվող օբյեկտը նաև քաղաքից ոչ հեռու Յուժնի նավահանգստի պահեստներն են վնասել ռուսները։ Օդային տագնապ է հայտարարվել առավոտյան։ Կրամատորսկում օգոստոսի 13-ի հարձակման տուժածների թիվը հասել է 22-ի, մեկ զոհի մասին է դեռ հայտնի, 24 բազմաբնակարան, 57 առանձնատուն, 25 տրանսպորտային միջոց, սրճարան, խանութ, պահեստներ ու ավտոտնակներ են շարքից հանել ռուսական ուժերը։ Գաნა Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։